Հայոց բանակը 34 տարեկան է։ Օրվա առթիվ Տավուշի մարզի համայնքներում անցկացվել են տոնական միջոցառումներ։ Սահմանամերձ գյուղերում բանակի օրն առանձնակի կարևորություն ունի։ Սահմանապահ տավուշցիները լավ գիտեն բանակի դերն ու արժեքը։ Այստեղ կյանքը նաև ծառայություն է հայրենիքին։ Հայոց բանակը կերտվել է դժվարին պայքարի ու հերոսական սխրանքների ճանապարհով։ Այն ուժ է, որը մարմնավորում է մեր ժողովրդի կյանքը, նվիրումը եւ հայրենի հողի նկատմամբ անսահման պատասխանատվությունը։ Բանակի օրվա առթիվ Արծվաբերդի մշակույթի տանը հավաքվել էին գյուղի մեծերն ու փոքրերը, երիտասարդները, միասին եւս մեկ անգամ խաղաղություն ու անվտանգ ծառայություն մաղթելու զինծառայողներին։ Բանակը մեր կյանքն է, մեր հայրենիքն է, դրանով ենք մենք ապրում, նրանով ենք մենք մնում հայ, մեր հայրենիքը պահպանվում է հենց բանակի օգնությամբ։ Իմ կարծիքով մենք բոլորս զինվորներ ենք, ամեն մեկս մեր տեղում, եթե մեր աշխատանքը լավ կատարենք, մեր հայրենիքը դրանից միշտ առաջընթաց կունենա։ Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր։ Բեմում էին Արծվաբերդի պատանիներն ու երիտասարդները։ Երբ ասում ենք բանակ, հասկանում ենք հայրենիքի պաշտպանությունը, անվտանգությունը եւ կարգապահությունը։ Որպես սահմանամերձ գոտում ապրող երիտասարդ, հաճախ առնչվում եմ զինվորականների, ովքեր գնում են իրենց պարտքը տալու եւ նրանց կմաղթեմ խաղաղություն, քաջառողջություն եւ բարի վերադարձ։ Արծվաբերդում գյուղական առօրյան սկսվում է դիրքեր մեկնող զինծառայողների աղմուկից։ Իսկ գյուղի բնակիչներն այստեղ հենց սահմանին կրթում են իրենց զավակներին, տուն են կառուցում, մշակում այգիները, վստահեցնելով, որ ամուր թիկունք են իրենց տղաների համար։ Բանակի օրը օր չէ օրացույցում, բանակի օրը հիշեցում է, որ մենք մեր խաղաղ առավոտների, մեր երեխաների, ժպիտների եւ մեր տան լույսի ետևում կանգնած է հայ զինվորը։ Խոնարհվում են բոլոր այն ծառայողների առաջ, ովքեր կանգնած են, կանգնել են եւ կանգնելու են հանուն հայրենիքի։ Թող խաղաղ լինի մեր երկիրը, ուժեղ մեր բանակը եւ ապահով մեր ապագան։ Սահմանին ապրող մարդիկ լավ գիտեն բանակի օրվա խորհուրդը։ Նրանք ամեն օր թիկունքից հայացքով դեպի դիրքեր են նայում, հայցելով խաղաղ երկինք ու անվտանգություն։